Կենտրոնի եթերում անդրադարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից բարի երեկո։ Խորհրդարանում այսօր կրքերը մի պահ թեժացել են, ընդդիմության եւ իշխող ուժի ներկայացուցիչները վիճել են Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Ուրեմն լսեք ինձ, պարոն Խաչատրյան, նախ սուս մնացեք, երկրորդը նախ ներեք, հետո ինեք խոսեք հարգալից, հետո միացեք ձեր չափերը։ Լավ չեք գծում, ուրեմն, լավ չեք գծում, ուրեմն ես կգծեմ իրավ ու հանգստացեք, հանգստացեք ասեցի, հանգստացեք, հանգիստ, շարունակեք տիկին Վարդանյան, չեմ ապահովել, շարունակեք ձերևի, Հիմա առանց այդ հանձնաժողովի այդ փաստաթուղթը հաստատելու Իսկ ելույթները բավական սուր են եղել, ընդդիմությունը մերթ լքել է նիստերի դահլիճը, նորից հիշել են անցյալը, արածն ու չարածը։ Ես վստահ եմ, որ այս տարիները պատմության մեջ հենց այդպես էլ արձանագրվելու են Փաշինյանական աղետաբեր 7 տարիները։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ձեռքբերումներ չուներ այստեղ ներկայացնելու, պետք է որպես վերջին հանգրվան օգտագործել 18 թվականի իր հայտնի հռետորաբանությունը։ Մեծ հաշվով այդպես էլ արեց, չկար իհարկե նախկին էնտուզիազմը, անկեղծ հավատը ինչ-որ փոփոխությունների, բայց դա էլ քողարկվեց ինչ-որ ակրոբատիկ հնարքներով, Չինգիզխանի գլխով, այսպես պարերով եւ այլն, ինչը իհարկե բացարձակ համոզիչ չի եւ ժողովրդին նման հռետորաբանությամբ այլևս խաբել անհնար է։ Առաջինը պիտի անդրադառնա պարոն Օհանյանին։ Սերյան Օհանյանը իմ երեկվա ելույթը սխալ էր հասկացել, երևի կամ չէր լսել կամ իրեն պատմել էին եւ սխալ էին պատմել, եւ դիմելով ինձ ասեց պարոն Կոնջորյան, դուք ասում եք, որ մենք Ժիգուլի ենք քշում, բայց մենք Ժիգուլի չենք քշում։ Ես այդպիսի բան չեմ ասել, պարոն Օհանյան, ես չեմ ասել, որ դուք Ժիգուլի եք քշում, ես ասել եմ, որ դուք Ժիգուլի եք։ Եվ բացատրել եմ, թե ինչ նկատի ունեմ, ես ասում եի, որ կա ինտերնետում շատ հայտնի մի հատ մեմ կա, նկար, որի մի կողմում Mercedes-Benz-ն է, եւ տարբեր տարիներին աստիճանաբար կատարելագործվում է եւ գրված է Mercedes-Benz աստիճանական կատարելագործում եւ մյուս կողմում սովետական Ժիգուլի, որ ամեն տարի նույնն է եւ տակը գրված է Ժիգուլի, ի սկզբանե կատարյալ։ Եվ ես ասում եի, քանի որ դուք ծաղրում եք անընդհատ կրթվելու մեր ուրեմն փորձառությունը, մեր հայտարարությունները, դուք հանդես եք գալիս Դանինգ Կրյուգերի էֆեկտի տրամաբանությամբ, որ համաձայն որի տգետները միշտ ինքնավստահ են, իսկ խելոքները կասկածում են, որովհետև տգետները նաև չգիտեն, որ իրենք տգետ են։ Եվ հետևաբար դուք ի սկզբանե կատարյալ Ժիգուլի եք։ Կարելի է հանգիստ շունչ քաշել Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու պատերազմ չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը հորդորում է մոռանալ այդ մասին։ Ազգային ժողովում բյուջեի նախորդ տարվա կատարողականի եզրափակիչ ելույթում նա կրկնել է, պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին։ Հարավային Կովկասի պատմության նորեջը պիտի բացենք միասին եւ մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին։ Ելույթից հետո վարչապետի թիկնապահները հայտնի ուսապարկը վերցրած նրան դուրս են ուղեկցել։ Հիմնական զեկուցող Արտադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադոնց։ Համեցեք։ Ջեյհուն Բայրամովն Անտալիայում Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել, միևնույն ժամանակ ընդգծել է, որ բանակցությունը հնարավորություն չի տվել լուծելու առկա հարցերը, բայց թույլ է տվել ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, փաստարկներն ու հիմնավորումները։ Բաքվի զինվորական դատարանում հարցաքննվել է Արկադի Ղուկասյանը, Ադրբեջանի նախագահի ապարատի ուղիղ հսկողության տակ գտնվող լրատվամիջոցների հաղորդմամբ Արցախի նախկին նախագահն իբր ասել է, որ ինքը ժամանակին ադրբեջանցիներին ստիպել է հեռանալ Ստեփանակերտից։ Ըստ ադրբեջանական պետական Ազերթակչ լրատվամիջոցի Ղուկասյանը նաև հաստատել է, որ 1990-ականների իրադարձությունների ժամանակ Հայաստանից են մարդկանց տեղափոխել ադրբեջանական տարածք։
Ռուսաստանն ու Ուկրաինան օդային կատաղի գրոհներ են իրականացրել միմյանց տարածքների ուղղությամբ։ Ռուսական օդուժի թիրախում այս անգամ Դնեպրներ։ Որոտացել են բազմաթիվ պայթյուններ, քաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել։ Վնասվել են բնակելի շենքեր, ուսումնական հաստատություններ, ավտոմեքենաներ։ Նախնական տվյալով կա 3 զոհ, վիրավորվել է 7 մարդ, այդ թվում 9 ամսական երեխա։ Միաժամանակ այս գիշեր ռուսական հոբ համակարգերը որսացել եւ ոչնչացրել են ուկրաինական 71 անօդաչու երկրի 6 մարզում։ Մարտին Հայաստանի այցելել 129,887 զբոսաշրջիկ, ավելի քիչ քան նախորդ տարի, ամենից շատ մեր երկիր են եկել Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի քաղաքացիները։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անհետացել է նա մի կողմ քաշված հետևում է արցախցիների օրորի խորացող խնդիրներին եւ պայքարին, բայց գրեթե ոչ միտեղ չի երևում։ Շահրամանյանը ոչ արցախցիների մարտի 29-ի հանրահավաքին երևաց, ոչ այցելել է Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան, մինչդեռ ենթադրվում էր, որ պետք է հրապարակային ելույթներ ունենա եւ այդ պայքարն առաջնորդի։ Մեզ պատմեցին, որ վերջերս նրա հետ բավականին ծանր խոսակցություն են ունեցել Արցախի ԱԺ-ի մադիր պատգամավորները, նրան մեղադրել են անտարբերության արցախահայության խնդիրներին անհաղորդ լինելու մեջ։ Սամվել Շահրամանյանի այս տարօրինակ պահվածքը նոր չէ, նրա անկուրացիայի անում անձամբ ԱԱԾ-տնօրեն Արմեն Աբազյանը, ում վերադրված է Շահրամանյանին չեզոքացնելու պատասխանատու գործը։ Դժվար է ասել, թե Աբազյանն ինչ է խոստացել Շահրամանյանին եւ ինչով է նրան պահում կոնտրոլի տակ, բայց արցախյան շրջանակները համարում են, որ Արցախի նախագահը սխալ ճանապարհով է գնացել եւ հրաժարվել է իր պաշտոնական պարտականությունները կատարելուց։ Նույն աղբյուրը գրում է Արցախի ազգային ժողովը երեքշաբթի օրն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պահպանեց Արցախի նախագահի պաշտոնը։ Ուշ երեկոյան հրավիրված նիստին 33 պատգամավորից 30-ը, այսինքն բոլորը, ովքեր գտնվում են Հայաստանում, մասնակցել են, այդ թվում Սամվել Բաբայանի միասնական հայրենիքի պատգամավորները, որոնց բոյկոտի պատճառով Հայաստանում հրավիրված նիստերը տապալվում էին, ասում են Սամվել Բաբայանը, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Արցախի նախագահի պաշտոնում։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն նախագահի լիազորությունները լրանալուց մայիսի 21-ից հետո խորհրդարանը կկարողանա նախագահ ընտրել 22 պատգամավորի ձայնով։ Եթե առաջին փուլով չընտրվի, երկրորդում 17 ձայնով։ Ուշագրավ է, որ Սամվել Շահրամանյանը չի հստակեցրել առաջադրվելու է, թե ոչ, միայն հորդորել է ընդունել այդ փոփոխությունները, որ նախագահի ինստիտուտը չլուծարվի։ Իդեպ երեք Արցախի ներկայացուցչության մոտ 2 տասնյակ ցուցարար էր հավաքվել, ըստ արցախցիների Բաբայանի կողմնակիցներ, որոնք Շահրամանյանից պահանջում էին միասին գնալ դատախազություն եւ պարզել իր դիմումի ճակատագիրը։ Նա 2023-ի նոյեմբերի 8-ին դիմել էր դատախազություն, որ Արցախի նախկին պաշտոնյաների իրավախախտումների ու յուրացումների վերաբերյալ քրգործ հարուցվի տարածված խոսակցություններին վերջ տալու համար։ Արցախի նախագահի ցուցումով դատախազությանն էին տրամադրվել Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Ցուցարարները հայտարարել են, եթե Շահրամանյանը չի կարողանում թալանը վերադարձնել, թող հեռանա, Բաբայանը կգա կանի։ Սրանով մի քանի խնդիր են լուծում Բաբայանին նախագահ դարձնել եւ արցախցիների պայքարն ուղղորդել Արցախի իշխանությունների դեմ։ Հրապարակը գրում է ԱԺ երեկվա նիստին իշխանական ֆրակցիայի հատվածում հոգեհանգստի տրամադրություն էր տիրում հուսահատ դեմքով, հեռախոսներով հետևում էին Գյումրու ավականու առաջին նիստին եւ անհաղորդ էին ԱԺ օրակարգին, որտեղ շարունակվում էր կառավարության ծրագրի 2024 թվականի զեկույցի քննարկումը։ Զեկուցում էր ՆԳ-նախարար Արփին Սարգսյանը։ Իդեպ ԿՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այլևս չի մասնակցելու ավականու նիստերին, տապալելու են քվեարկությունները եւ այդ հիմքով մի քանի ամսից Գյումրիում նոր արտահերթ ընտրություններ կլինեն։ Երեկվա նիստը ԿՊ-ն բոյկոտեց, բայց մեր տեղեկություններով հաջորդ թիվ մասնակցելու են, փորձելով Վարդանի կյանքը դժոխքի վերածել։ Հրապարակը գրում է հերթական նիստերի ավարտից հետո ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի օրակարգում մեկ հարց է հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով ֆիզիկական անձանց հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը եւ որոշ կարգավորումներ կվերանայվեն։ Ներկայում հայտարարագրերը ներկայացնելու եւ եկամտահարկ վճարելու վերջնաժամկետը մայիսի 1-ն էր։ Խնդիրն այն է, որ 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարատու ֆիզիկական անձանց շրջանակն էականորեն ընդլայնվել է, ինչի հետևանքով երկարաձգվել է նույնականացման քարտերի տրամադրման գործընթացները։ Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջ
առաջացել վերանայել 24-25 թվականների համար հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը։ Միաժամանակ հայտարարագրերի ինքնաշխատ եղանակով լրացումը լիարժեք ապահովելու եւ հարկային գործակալներից ստացվող տեղեկությունները լիարժեք մշակելու առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաեւ հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը նշված հիմնավորման մեջ։ Իրականում պարզ է, որ քաղաքացիները բոյկոտում են հայտարարագրման գործընթացը, ինչն էլ ստիպում է ժամկետները երկարացնել, ավելի ճիշտ զադնի դնել։ Առաջարկում են եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի նոյեմբերի 1-ը։ Համացանցում ուշագրավ տեսանյութ է տարածվել ամերիկացի ոստիկանների մասնակցությամբ, նրանք բուն գործը թողած ստիպված են եղել որսալ բնակչի մոտից փախած հնդկահավին։ Չինացիները շարունակում են զարմացնել, հրդեհներ մարելու համար ստեղծված ռոբոտը կօգնի այլ աշխատանքներում, նա կարող է աշխատել նաև ծառերը վնասատուներից և հիվանդություններից փրկելու համար։ Time ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, առաջնորդներ կատեգորիայի մեջ են հայտնվել Դոնալդ Թրամփը, Ջեյ Վենսը, Իլոն Մասկը և ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լյութնիկը։ Արվեստի գործիչների կատեգորիայում Time-ը ներառել է երգիչ Էդ Շիրանին և դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնին։ Իր 3 երեխաներին կացնով դաժանաբար սպանած մայրը ցուցմունք չի տալիս։ Ողբերգությունը տեղի է ունեցել Կրասնոյարսկում։ Մայրը հոգեհուզական ծանր վիճակում է և չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ։ Նա հոգեբույժի մոտ հաշվառված է եղել։ Դատախազության տվյալով ողբերգության պահին 4-րդ երեխան 7 տարեկան տղան դպրոցում է եղել։ Փիթբուլը հոշոտել է տիրոջ 7 ամսական դստերը, ծնողներն աղջկան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներն անզոր են եղել փրկել նրա կյանքը։ Զույգը 4 տարեկան որդի ունի։ Քեթի Փերին ևս 4-5 կանանց հետ 11 րոպե տևողությամբ տիեզերական թռիչք է կատարել։ Ամերիկացի փոփ աստղերը տիեզերք են մեկնել Blue Origin հրթիռով և հաջողությամբ վերադարձել երկիր։ 60 տարում առաջին անգամ է ամբողջովին կանանց անձնակազմը տիեզերք թռչում։ Փերին իր հետ տիեզերք երիցուկ էր տարել, որը նրան հիշեցնում էր իր դստեր մասին։ Նրա անունը Դեյզի է, որն անգլերենից թարգմանաբար երիցուկ է նշանակում։ Առաջին կինը, որ 1963 թվականին գրեթե օրյա թռիչքի ժամանակ միայնակ պտտվել էր երկրի շուրջ, խորհրդային տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան էր։ Blue Origin-ը չի հայտնում, թե որքան է New Shepard տիեզերանավով թռիչքի մեկ տեղի արժեքը։ Կայքում ընկերությունը նշում է, որ ուղևորները պետք է $150,000 վճարեն վերադարձվող ավանդի տեսքով ամրագրման գործընթացը սկսելու համար։ Եվ եղանակ ջերմաստիճանը բարձրանում է, տեղումներ չեն սպասվում։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու։ Հավանում եք այս հաղորդաշարը և բաժանորդագրվում։